Նախիջևանում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը նորից խոսեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծումից, նշելով, որ դա իրենց նախաձեռնությունն էր եւ որ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի Նախիջևանի հետ կապելը իրենց վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն եւ հմտորեն քայլում ենք դեպի այս նպատակը, մենք մոտենում ենք եւ արդեն մոտեցել ենք դրան։ Ինքը շարունակում է պնդել, որ իր ուզածով է ամեն ինչ եղել, միևնույն ժամանակ արձանագրում է, որ Զանգեզուրը միջանցք պետք է լինի, այսինքն նա խոսում է այն բառամթերքով, որը տարիներ շարունակ իրականացնում է, այլ բան թե դրա որ մասն է իրականություն, որ մասն է իր կողմից նաև իրավիճակը իր օգտին պտտելու ցանկություն։ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծում է առհասարակ Զանգեզուր տերմինաբանությունն ադրբեջանական բառամթերք չէ, քանի որ Զանգեզուրը Սյունիքին տրված անվանում է եւ ունի հենց հայկական ծագումնաբանություն, մինչդեռ Ադրբեջանի նախագահը շարունակում է այդ տերմիններով առաջնորդվել։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս պահին եղած հնարավորության սահմաններում շարունակում է անել հայտարարություններ, տեքստեր, որոնք մեղմ ասած չեն համապատասխանում խաղաղության մասին հռչակված հայտարարություններին եւ տեքստերին։ Հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։ Նա խոսել է նաեւ հայկական ատոմակայանի հնարավոր փակման հետևանքների մասին, նշելով, որ այդ դեպքում Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է առաջանալ խնդիր։ Ալիևի խոսքով Բաքուն պատրաստ է այդ իրավիճակում Հայաստանին ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով։ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է։ Ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերից, ստացվում է, որ Ադրբեջանը պետք է որոշի Հայաստանը ունենա ատոմակայան թե ոչ, ինչ ձևով ունենա, ինչ ձևով չունենա, եւ ադրբեջանցի մասնագետները պետք է գան այստեղ հետաքննություն անեն կամ ընդհանուր հետազոտեն իրավիճակը, ինչ որ գնահատականներ հնչեցնեն դրա հետ կապված, այլ բան կլիներ, եթե այդ այցը լիներ փոխադարձ Ադրբեջանում էլ հայ մասնագետներ, ինչ որ process-ներ ներգրաված լինեին, դա կլիներ այլ բնույթի խոսակցություն, բայց այս պահեդրությամբ դրա մասին որևէ խոսակցություն չկա։ Մեր կառավարությունը նաև պետք է արագ արձագանքի, օրինակ իրանց մասնագետները մտան թե չմտան այս մեր տարածք։ Մտան Սյունիք թե չմտան, հետաքրքիր է։ Եթե մենք իրանց հետ հիմա համագործակցում ենք, կարող է նորմալ է որ մտնեն, բայց մեզ չեն ասել, թող ասի մեր կառավարությունը։ Հարցազրույցում Ալիևն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած զրույցում քննարկել է TRIP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով այդ զրույցից պարզ է դարձել, որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին, Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են։ Նրա խոսքով Հորադիս Ագբենդ ավտոճանապարհը գործնականում պատրաստ է։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արագացնել այդ նախագծի իրականացումը, սակայն հավելել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ հայկական կողմի հատվածը դեռ պատրաստ չէ։ Իսկ ընդհանուր առմամբ վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի խոսքով Ադրբեջանը ցանկանում է TRIP-ի շրջանակում կառուցվող երկաթգծի երկայնքով տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Մենք ինչ ենք միշտ ասում, այնտեղ շատ նեղ է տեղը, հազիվ երկաթգիծ անցկացնենք, ինքը ասում է, չէ, մենք մասնագետներ ուղարկեցինք, որոնք ասում են այս էլեկտրագծերի համար, էլեկտրահաղորդման գծերի համար անպայման պետք է հիմնասյուներ։ Տեղ կա կառուցելու, ինչու՞ է խնդրեմը։ То есть իրանք նախաձեռնող են, անընդհատ ինչ որ առաջարկություններ են անում։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով իր բոլոր հարցերով հանդերձ նույն TRIP-ը Ադրբեջանի համար բավարար ցանկալի սցենար չէր։ Ադրբեջանը իմ կարծիքով կուզեր ավելի ռազմական լուծում կամ այլ բնույթի լուծումներ, որը ինքը TRIP-ով չի ստացել կամ ստացել է ավելի շատ մասամբ, քան կցանկաներ։ Դրա համար ինքը շարունակում է կիրառել տերմինաբանություն, որը իրեն է հաճո ցույց տալու համար, որ ինքը իբր իր ուզածին է հասել։ Ալիևի խոսքով միջազգային մի շարք կառույցների ու պետությունների հետ մեկտեղ Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ հետաքրքրված է նաև Եվրամիությունը։ Տիգրան Օվակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։